Գյումրու թիվ 31 կոտորակ 56 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը։ Գյումրու Գոհար Մսուր մանկապարտեզում տեղակայված այս տեղամասը բավականին փոքր է։ Ընտրողներն ու քվեարկության ընթացքին հետևողներն հազիվ էին այստեղ տեղավորվում։ Լևոն Բարսեղյանը քվեարկության էր եկել թոռան հետ, ասաց, որ քվեարկել է հանուն քաղաքի ու Հայաստանի Հանրապետության։ Կանխատեսեց, որ 2021 թվականի թիմ ընտրությունների համեմատ, երբ հաշվառված ընտրողների ընդամենը 24%-ներ մասնակցել, այս անգամ հնարավոր է 33-ից 35% մասնակցություն լինի։ Այս անգամ դրա ճիշտ հակառակն է, երբ 1 տարի 2 ամիս է մնացել ազգային ժողովի ընտրություններին ու բոլոր քաղաքական ուժեր, ովքեր հիմա մասնակցում են, եկել են Գյումրի, այսպես ասած, նաև բացի տեղական ընտրություններին իրենց տեղն ունենալու ստուգարքի կամ ստուգատեսի։ Իրենց բոլորին հետաքրքիր է, որպես նախավարժանք, վարժանք, ես իմ Գյումրիում հաղթենք, գնանք մնացածը անենք, բնական է, որ այս ակտիվությունը քաղաքական ուժերի բերելու է ընտրողների ակտիվության։ Լևոն Բարսեղյանն անդրադարձավ նաև քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանի այն խոսքերին, որ իրեն արդեն կարող են շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Այսինքն ինքն այսօր վստահ հայտարարել է, որ արդեն ընտրված քաղաքապետ է։ Այդպիսի հավակնոտ հայտարարություններ անելը ինձ վայել չէ, մեր դաշինքին վայել չէ, եւ թույլ տվեք մարտահրավեր նետել նման հավակնոտ հայտարարություն անելուց հետո ծախողվելու դեպքում ճիշտ կլինի այդպիսի մարդիկ քաղաքականությունից դուրս կան, ով էլ ասած լինի նման բան։ Լևոն Բարսեղյանի կանխատեսումներով 0.1% հավանություն կա, որ որևէ ուժ հարաբերական մեծամասնություն կլինի Ավագանիում։ Ըստ նրա, հնարավոր է ձևավորվի փոքրամասնության կառավարում, ինչպես Երևանում է, ու դա բերելու է քաղաքական անկայունության։ Թիվ 31 կոտորակ 56 տեղամասում բավականին ակտիվ էին ընտրողները։ Միշտ բարդաճաններ եկել ենք, ընտրել ենք, որ մենք հարմար ենք գտել։ Քաղաքի բախտի հետ կապված, քաղաքի աշխատանքի հետ կապված, ժողովրդի հետ կապված։ Այսօր ակտիվ ենք մենք այդ հարցում։ Այսինքն մենք կդրենք մեր քաղաքի քաղաքապետին, որ պիտի այսպես աշխատի մեր քաղաքի համար, պիտի տեր եղնի մեր քաղաքին, ու մեր քաղաքի իրավունք պիտի բարգավաճ է։ Ընտրողների ցուցակում քրանցված են քվեարկելու իրավունք ունեն 1387 ընտրող, ներկա պահին մի 5 րոպե առաջվա տվյալներ եմ ասում 157 ընտրող։ Ես առաջ անգամ եմ այս տեղամասում ճիշտն ասած, ինձ թվում է, որ բավականին ակտիվություն կա այս պահի դրությամբ։ Այս տեղամասում նույնպես տեխնիկական սարքավորումը նորմալ է աշխատել։ Ընտրացուցակներում օտարերկրյա քաղաքացիներ չկան։